Սիրելի ցուլեր, մայիս ամսվա համար ձեր կանխատեսման համար շատ լավ քար է դուրս եկել, ռունագիր, դա բերկանան է։ Շատ ներդաշնակ համադրություն է ձեր նշանի հետ, լինելով երկրային և կայուն նշան։ Եվ այստեղ բերկանա ռունան, որը մարմնավորվում է մայր երկրի էներգիան, մայիս ամսվա համար ստեղծում են ձեզ համար իսկական ծաղկման մթնոլորտ։ Ռունան ցուլերի համար, մայիս ամսվա համար, այստեղ խոստանում է ձեզ վերածննդի մասին է խոսում, աճի սկզբի մասին է խոսում և խնամքի հետ է կապված լինելու։ Ինչպես տեսնում եք, այն կրում է կանացի սկզբի էներգիան, հուշում է ձեզ, որ ամեն ինչ դուք պետք է ձեզ մոտ զարգանա բնական ու սահուն ճանապարհներով։ Այստեղ դուք պետք է ուշադիր լինեք, հետաքրքիր է, այստեղ ռունան։ Ձեր անձնական կյանքի հետ կապված, այստեղ ամսվա գլխավոր թեման մայիսը հիանալի կլինի տունը ձեր համար բարեկարգելու, ընտանիքի անդամների հետ կապված, ուրեմն ինչ-որ հարցեր կապը ձեր ամրապնդելու համար կամ նոր ինչ-որ հարաբերություններ սկսելու համար։ Պետք է այստեղ ամեն ինչ հիմնված լինի հոգատարության վրա։ Աշխատանքի հետ կապված, նաև այստեղ հնարավոր է մայրության հետ կապված հարցեր լինեն, նաև հնարավոր է նաև հաճելի նորություն կապված երեխաների կամ մայրության հետ։ Աշխատանքի և ֆինանսների հետ կապված այստեղ խորհուրդ կտամ չշտապեք բերկանան, որովհետև ձեզ հուշում է լավագույն ժամանակը կլինի մայիս ամսին ստեղծագործելու կամ ինչ-որ լավագույն ժամանակը կարող է լինել, որ պետք է հասունանա ինչ-որ մի բան և այստեղ ստեղծագործական ինչ-որ նախագծերի հետ կարող է դա կապված լինել և այն ամենի համար, ինչը պահանջում է համբերություն և մանրակրկիտ մոտեցում։ Որպես խորհուրդ ես ձեզ այս ռունայի համար խորհուրդ կտամ, այսինքն բերկանան ինչ կարող է ձեզ խորհուրդ տալ, որպեսզի դուք ձեր նպատակները, ինչպես բույսը, մայիսին ձեզնից պահանջում է ոչ թե ագրեսիվ ինչ-որ գործողություններ, այլ ուշադրություն և հոգատարություն ձեր շրջապատի նկատմամբ։ Դուք պետք է լինեք համբերատար և թույլ տաք իրադարձություններին զարգանալ իրենց հունով։ Այստեղ ձեր ուժը հանգստության և բարության մեջ է։ Ձեզ խոստանում է ռունա բերկանան մայիս ամսին լինել շատ հարմարավետ և պտղաբեր։ Էնպես որ ուշադրություն։